Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելու կգնա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ ԿՊԱ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանն իրենց թիմի միակ անդամներից է, որ քիչ շփում ունի թիմի հետ, ու կարելի է ասել, սա հնարավորություններից մեկն է նրան հարցեր ուղղելու։ ԿՊԱ-ականները մեզ պատմում են, որ Միրզոյանը մի կողմ է քաշվել սկանդալային միջադեպերից թիմին չի պաշտպանում, այլ միայն իր աշխատանքով է զբաղված։ Օրաթերթը տեղեկացավ, որ Արարատ Միրզոյանը անգամ հրաժարվել է ԿՊ վարչության անդամ լինելուց, որպեսզի որևէ ձևով չխառնվի ԿՊ-ի ներսի խարդավանքներին։ ԿՊ համերձ մեր աղբյուրները նշում են նաև, որ Միրզոյանը կապերը խզել է անգամ իր վաղեմի ընկերների հետ եւ այլևս թիմային մարդ չի համարվում։ Հիշեցնենք, որ նախորդին օրաթերթը գրել էր, որ Արարատ Միրզոյանի ջանքերով Enterprise Armenia բիզնես կենտրոնի տնօրեն է նշանակվել նրա կինը Գոհար Աբաջյանը։ Սա մի նոր ներդրումային գրավչություն կենտրոն է, որին թերևս սպառնում է կոռումպացված Անիֆի ճակատագիրը։ Եթե հիշում եք, սրա մասին մենք երեկ եւս խոսեցինք, այո, սա պետական միջոցներից 65 միլիոն դրամ փոշիացրած Անիֆի այսպես նորացված տարբերակն է։ Նախորդի ղեկավարը, Անիֆի ղեկավարը Տիգրան Ավինյանն էր, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, հիմա փաստորեն Արարատ Միրզոյանի կինն է լինելու, տեսնենք ով կկարողանա ավելի շատ պետական միջոցներ փոշիացնել։ Գոհար Աբաջյանի մասին շատ բան հայտնի չէ, մենք չգիտենք իր պետական միջոցների փոշիացման ունակությունների մասին, դա էլ կիմանանք։